Բարի ձեզ ընկերներ, եթերում բիզնեսը Մանտաշյանցի հետ հաղորդումն է, երբեմն մենք հյուրեր կունենանք մեր մոտ, հատկապես արտասահմանից, որ հետաքրքիր ակումբականներ են լինում, գրավենք մեր մոտ, որ ծանոթանանք նաև իրենց երկրի, տարածքի եւ ընդհանրապես իրենց բիզնեսների հետ։ Այսօր իմ հյուրը Կանադայից է, Լևոն Աֆեյան, Կանադայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, ինչպես նաև Կանադայի կահույքագործության մեջ ամենանկատելի ընկերություններից մեկի հիմնադիրը։ Խոսենք ինչպես Կանադայի հայկական համայնքի մասին, այնպես էլ ձեր բիզնեսի մասին։ Այդպես, եթե մի քանի բառով բիզնեսը նկարագրեք ու սկսենք, ինչ է իրենից ներկայացնում այս պահի դրությամբ։ Շնորհակալ եմ հրավերի համար, Վահրամ, ուրեմն իմ բիզնեսս Կանադայում փայդի մշակման գործ է, մասնակցությամբ աթոռներու մասունքներ մասեր, փայդի մասեր աթոռի, ուրեմն իմ հաջախորդներս B2B է, իմ հաջախորդներս աթոռի մեծ գործարարներ են, զանազան տարբեր տեսակի աթոռներ, ամենափոքրը ընտանի ճաշարանների եւ այլ աթոռներ, բայց կան գրասենյակային աթոռներ, դպրոցական աթոռներ, թատերասրահների աթոռներ, կազինոների աթոռներ կան, շատ տարբեր տեսակի աթոռներ կան, որ փայդի մասը մատակարարում աթոռների արտադրություն, հումքերը մատակարարենք։ Ուրեմն մենք սկսում ենք անդարներից, ծառերը առնենք, թարնալով ծառերը թուղթի նման վինիր կսարքենք, այդ վինիրները կորզածին կամ վաճառենք թուրի արտադրության կոմպանիներու կամ մենք առնենք եւ այդ փայդերով կսարքենք ծրած փայդեր, որոնց մոտ կշիրենք նստարաններ, գրնակներ, աթոռներու թևեր եւ այլն եւ բայց անշուշտ այս բոլորը գնենք շատ մեծականակ ծավալով։ Կանադայում առաջատարն եք, չէ՞, ոլորտում եթե չեմ սխալվում։ Այո, Ամերիկայի երկրորդ ամենամեծն ենք, Հյուսիսային Ամերիկան։ Երկրորդ ամենամեծ, հրաշալի, Կանադայում առաջատար։ Երբ է սկսվել գործունեությունը։ Ես 1981-ին սկսա 21 տարեկանից հորս խաղապարներ այս գործարանը սարքել, ուրեմն արդեն 45 տարի է որ այս գործը գնեմ։ Մի քանի բառով եթե ներկայացնենք Կանադայի հայկական համայնքը ինչ է իրանից ներկայացնում, ինչ կան հայեր կան, ինչ նշանավոր գործարարներ կան, քանի որ մեզ ոնց որ գործարարների թեման ավելի շատ հետաքրքրում ու նաև ասեմ մեր ընկերներին, որ այս տարի հոկտեմբերին մենք Կանադայում մեր առաջին մասնաճյուղը կբացենք Մանտաշյանցը, Տորոնտոյում, հույս ունեմ նաև Մոնրեալում էլ կլինի շուտով։ Ինչ է իրենց ներկայացնում համայնքը, ինչքան հայեր կան, որ ոլորտում են ուժեղ, որտեղ է հայերեն եւ այլն եւ այլն։ Այժմ մենք կարծենք որ Կանադայում 100,000-ի մոտ հայեր կան, հայ ցակումով կանադացիներ կան։ Դժվար է ասել ճիշտ թիվը, որովհետեւ երբ հայերը գուքան Կանադա, եթե Հայաստանից գուքան հայկական паспорտով կարծանակին բր հայ։ Սակայն ինձնես երբ Լիբանանից գուքան Հունաստանից, Բոլիսից եւ այլն, Սուրիայից եկող հայը կարծանակի բր սուրիացի։ Ուրեմն կառավարության թիվերը ճիշտ չեն։ Լիբանանցի եւ այլն։ Ուրեմն մենք կարծենք որ լրիվ թիվը 100,000 է։ Մոնրեալում գա հաստատ 45,000 հայ ցակումով կարծեմ ճիշտ թիվ կլինի։ Տորոնտոյում էլ 30-ը կարծեմ անցած է։ Եմի 10,000 գուցե Վանկուվեր, 5-10,000 Վանկուվեր ճիշտ թիվերը չգիտեմ։ Եվ զանազան տեղեր Calgary, Halifax եւ այլն հայեր կան։ Ես Մոնրեալ գաբրիմ, Քվեբեկ նահանգում։ Մեր մոտ բավական հարաճած հայ բիզնեսմեններ կան։ Հայերը ընդհանրապես լավ թիրքի վրա են։ Հայ քաղուտը շատ ուժեղ քաղուտ է, մանավանդ Մոնրեալի քաղուտը։ Քանի դպրոց կա Մոնրեալում հայկական։ Մոնրեալում 3 հայկական դպրոցներ ունեն։ Ամենօրյա ոչ շաբաթիրակի։ Ամենօրյա մինչև համալսարան, այսին նախագծարանի մանկաբարձից մինչև երկրորդական վարժարան կավարտեն հայերենով եւ հետո կգնան համալսարան։ Սա հազվագյուտ դեպք է, մանավանդ որ փախտadելով Լոս Անջելեսի օրինակի համար մենք միայն 40,000 հայեր ենք եւ արդեն 3 դպրոց ունենք։ Մենակ Լոս Անջելեսում ինչքան ամենաշատը 5-6 դպրոց է, չէ՞, եթե չեմ սխալվում Լոս Անջելեսում։ Ճիշտ ասած չգիտեմ, բայց թիվով շատ ավելի է։ Մենակ Գլենդելում 120,000 մարդ կա, հայ։ Առելի մեծ է թվից եկեղեցիներ ինչքան կան։ Ունենք երկու թեմերը, չմիացական թեմը երկու եկեղեցի ունի, Անտիլասի թեմը երկու եկեղեցի ունի, ունենք ավետարանական եկեղեցիներ երկու հատ եւ մի հատ հայ կաթողիկ եկեղեցին։ 7 եկեղեցի ունենք։ Մենակ Մոնրեալում։ Միայն Մոնրեալում։ Բոլորն Մոնրեալ եւ գից քաղաքը, Լավալ քաղաքը, որ ճիշտ մեզ գից է, մենք երկուսը միասին կհաշվեմ։
Ես լսել եմ, որ բիզնեսում հաջողակ օրինակ Պոլսա հայեր կան, որ ամենամեծ լոկալ բրենդերից մեկը հագուստների խանութների ցանց ունեն, չէ՞, տենց կամ ամենամեծերից մեկը ինչ Վարսկահայ։ Շպարսկահայ են իրենք, հա։ Վարսկահայ, այո, գաշի մասնակցություն ունի, շատ լավ ծանոթ դրամն է, այո, շատ հաջողած է ինքը խանութներ ունի, ունենք ուրիշ Եգիպտահայ, ասենք եթե կարևոր է անցյալը պատմել, կարևոր բան ինձ համար կարևոր չէ, բայց որը շատ մեծ ոլորտով խանութներ ունի, հարյուրավոր խանութներ ունի Կանադայի դարբեր անկյունները, ինքն էլ հագուստի ավելի հագուստեղենի եւ երիտասարդ աղջիկների հագուստների բան է, իսկապես շատ ծանոթ եւ շատ տարածված անձնավորություններ են, ընտանիքներ են։ Ունենք շինարարական մեծ ընկերություն Մոնրեալում, որոնք հայ ընտանիք են, որոնք բազմաթիվ շենքեր ունեն, թե Մոնրեալ քաղաքում, թե զանազան դարբեր քաղաքներ Կանադայում, Ամերիկայում հյուրանոցներ եւ բազմաթիվ ընկերություններ, սա Հայաստանից տեղափոխված են թե ելի ինչ-որ այլ երկրներից։ Հայաստանից ունենք, շուտով կիմանանք լիստան կուղարկենք, որ մասնակցեն իրենք էլ Մանտաշյանի Անոնք ավելի նոր են անշուշտ, վերջին 10-15 տարվա ընթացքին են եղել։ Մեծ հաջողություններ չունեն։ Կան ոմանք, որ արդեն հաջողվել են, եւ կան ոմանք, որոնք արդեն ջամփայի են հաջողվելու, այսին ժամանակի հարց է, բայց ես միշտ ասում եմ, մենք որ թողեն հանգիստ, մենք հաջողվենք։ Իսկ ցեղասպանությունից մնացած հայեր կան Կանադայում, թե չեն գնացել Կանադա ցեղասպան, թե ավելի շատ ուշ շրջանի տեղափոխված հայեր են հիմնականում։ Առաջին հայերը, որ Կանադա եկան, նրանք հայեր էին ցեղասպանությունից փախած։ Ասային Georgetown Boys, որպեր էին, որ պերած էին Georgetown, Ontario։ Իրենք առաջին հայերն են, որ մենք գիտենք, որ Կանադա եկած էին։ Ուղիղ ցեղասպանությունից Կանադա եկող քիչեր են։ 40-ական, 50-ական թվականներուն Հունաստանեն եւ Եգիպտոսեն ներքախտ եղավ, քաղաքականներ եկան։ Ուրեմն առաջին քաղաքները իրենք էին, որ ստեղծեցին բոսեցիները, հունահայերը եւ եգիպտահայերը 70-ական թվականներուն մեծ թիվով լիբանանահայեր եկան եւ քաղաքը շատ զորացավ, դպրոցները զորացան եւ այլն, որովհետեւ լիբանանահայ քաղաքը արդեն վարժված էր իրենց զավակները հայկական վարժարաններ ուղարկել, դեղական եկեղեցիներու եւ ակումբներու մոտ ապրել եւ այլն։ Անգե հետո զանազան ուրիշ ալիքներ եկան, բարսկահայեր եկան, հեղափոխությունն հետո անգե հետո Իրաքի պատերազմը եղավ, անգե հետո Սուրիայի պատերազմը եղավ, նորին հազարներով հայեր եկան։ Նշանականներ Սիզբ 2010-ականներ, այդպես հա։ So անոնց դարբեր ալիքներով բավական մեծ թիվով հայեր եկան, անշուշտ 90-ական թվականներուն Հայաստանի հայեր եկան։ So լավ խառնուրդ ունենք այնտեղ։ Տարբեր հա շրջաններ ինչ գաութի ու տենց հայկական հարցերով աղոց եք զբաղվում հետաքրքրում ասեն զուտ բիզնեսմեն չեք նաև անհանդիստ մարդ եք Հայաստանի եւ Հայաստանի հետ կապված տարբեր հարցերում ինչու միացաք Մանտաշյանցին ինչ տարբերություն կա այլ կազմակերպությունների հետ եթե հաշվենք գաութի դրսի կամ Հայաստանի էլ ինչ տարբերություններ եք նկատում Ինչ դեր կարանի Մանտաշյանցը գաութում կամ նման դեպքեր։ Միշտ աշխատանք կա զանազան խումբերի կողմէ, որ հայերը միացնեն ծևոմը, հայերը կապեն միասին կամ վեբսայթերի միջոցով կամ չգիտեմ ինչ digital ֆորմերի գործերով ընդհանրապես չի հաջողվում, որովհետև դժվար է համոզել մարդկանց, որ պետք է համոզեն, պետք է մասնակ միավորվեն օրինակ համար եթե խումբ մգար որ գուզեր լիստաներ պատրաստել հաջողակ հայերի հարց եղավ որ ոնց կարաս ասես ով հաջողակ ով հաջողած է դասին լավ ասենք պրոֆեսորների անունները հավաքենք դբենք եւ այլն անոնք ասին ով ինձ անգելու է կամ փաստաբանը ասում են որ գնաս Ավստրալիայի փաստաբան պետք ունես բայց փաստաբանը ուզում եք ես լսել դա ուրիշ հարց կա միշտ դժվարություններ կլան բայց երբ Մանտաշյանի մասին գարտացի լսեցի հետ խոսեցանք միասին տեսա որ Մանտաշյանը ավելի մեծ շանս ունի հաջողվելու որովհետև բիզնեսմենը ուրիշ բիզնեսմեն զանոթանալով միան հաջողություն կստանա միան առավելություն կստանա Մանտաշյանը չի բնտեր որ ոյ մեկ ծևով
մասնակցություն լինի, investment լինի, դա բոլորը գտյուրացնե եւ ոչ թե բարդատրե։ Եվ businessman social networking-ը իրեն համար շատ կարևոր պետք է լա, եթե չէ պետք է լա։ Չեն կրնար businessman-ը լալ եւ social networking չնենք։ Ուրեմն եթե անցյալին այս նույն բանը բադահած է եւ հաջողված է հայերի մեջ այդ Silk Road-ի շրջանին Պետաքսիա ճանապարհերուն ոչ թե միան խաղապարը ճիշտ է ինձ համար ալիև փաստված է որ հայերը գրնան այդպես բանանել եւ Սպյուրք Հայաստան գաբերը որ այժմ մի քիչ դժվար վիճակ են կարող է բիզնեսմենները ավելի թյուրին այդ գամուր չգաբեն թե ասենք political մշակութային Էդեր որ ինձ շատ հրավիրեց որ մասնակցեմ հասկացա շնորհակալ եմ իսկ ինչ հիմնական մարտահրավերներ ու խնդիրներ ունի Սպյուրքը հայկական հիմա որտեղ անընդհատ Սպյուրքի մարտահրավերները փոխվում են ու վերջին մարտահրավերը երևի թե այս հայ-թուրքական հարաբերությունների ծնհալն է որը որ ըստ էության ասենք 100 տարի Սպյուրքին պահող 100-ից ավել տարիներ Սպյուրքին պահող թեման դա Թուրքիայի ընդհանուր թշնամական կերպարի ձևավորումն էր ու հիմա կարծես թե այնպես կարելի է ծնալ վերա այդ ձևակերպումով տալ հարաբերությունների process-ը ինչ մարտահրավեր է դա Սպյուրքի համար Մոս երկու հարցում կա իրականության մեջ առաջինը պետք է հիշենք որ Սպյուրքը երբ կազմակերպվեցավ չարտեն հետո մեր Սպյուրքի կառույցները պետք ունեին նպատակ մստեղծել որ հայը հայ մնա նպատակը եղավ երկու նպատակ առաջինը հայտարարի պաշտպանումը մեր իրավունքները պաշտպանելու երկրորդը Հայաստանը անկախացնելու եւ վերադառնալու հարցը ուրեմն երբ մենք 50-ական 60-ական 70 թվականներուն մեծնայինք միջին արևելք առաջին բանը որ գլսեինք ազատ անկախ Հայաստանի երազներ եւ հայտարարի պաշտպանությունը Ադիգաներու համար պետք է հայ մնար, պետք է հայերեն խոսեր, պետք է հայ ամուսնանար եւ լիքը այդպես կորձեր ունենք, որ պետք է ունենք, որովհետեւ նպատակ ունենք։ Անշուշտ 115-111 տարի հետո մեծամասնությունը երկրի աշխարհի երկրներուն ընդունեցին ցեղասպանության հարցը, ուրեմն մեր թադը դժվարացավ արտարացնել մեր երդասարտներուն, որ ինչու ենք պայքարում այդքան Օրինակը Կանադան 15 տարի կամ քանի տարի առաջ արդեն ընդունեց մեր parlamento եւ ինչ եղավ փոփոխություն եղավ որ կարծեմ չնշмарվեցավ մեր նպատակը գործընծուցինք ազատ անկախ Հայաստանը կա ճանաչել հերթով ճանաչում են բոլոր երկրները ուրեմն նպատակը գնաց եւ միջոցները այդ նպատակին հասնելուն նպատակ եղան ուրեմն նպատակ եղավ հայը պահպանում բայց ոչ ոք չէր հարցնում թե ինչի ենք հայը պահպանում անում Ինչու պիտի հայ բախ, ինչու հայերեն սովորեցնենք մեր զավակներուն։ Առաջ կասեինք, որ Հայաստան լինի անկախ, կգնանք Հայաստան, բայց Հայաստանը անկախ է։ Կարակ կասկի։ Ուրեմն հիմա պետք է Սպյուրքը այս լավ մարտահրավեր ունի, որ ինքնին կքննի եւ ասե որ մեր այսօրվա նպատակը ինչ է Սպյուրքին։ Սա մեկ հարցում մեկ մասն է։ Մյուս մասը Հայաստան Սպյուրք, ինչը որ կխանգարե Սպյուրքը հայերուն։ Սպյուրքը հայերը լավ չեն հասկանում Հայաստանի վիճակը։ Սպյուրքահայերը շատ մտահոգված են Հայաստանի ներկա վիճակով եւ աբակա վիճակով, աբակա ասենք քալիկներով շատ ժխտական ծավով գնային այս բոլորին մի մասը գուցե գրնանք բացադրել, մի մասն էլ անբացադրելի է, որովհետեւ ցապաժանցված է ինձ ըստ ինձ շատ ավելի մտահոգված են քան թե հայաստանցիք շատ ավելի բայց ընդհանրապես չեն մտածել որ այդ ինչ որ գանցնի գտարնա Հայաստանի մեջ Հայաստանցի մի դուժե առաջինը Իրանը վերաբերվում հետո նոր ասիկա դժվար նյութ մնե խոսիլ անգամ ինձ համար դժվար է որովհետև իսկապես սրդանց հոգիով մտահոգված են եւ զայրացած են եւ գաթխած են որ իրենց ասածները չեն լսվում իրենց ուզածները չեն լինում եւ դժվար է իրենց ասելու որ դեռ դուք հանգիստ գեցեք ուսելիք ունեք արդահայտվեցեք սա նորմալ է բայց մի եղանակ եւ հաջող օրինակ կուտամ մանավանդ լիպարանեն եկող հայերուն ասեմ դուք մտահոգված եք որ
Հայաստանի հարավը պիտի գործընծնենք։ Դուք մտահոգված եք, որ թշնամի երկիրը պիտի կա քրավե։ Դուք մտահոգված եք, որ ձեր զավակները պիտի գործընծնեք։ Եվ քանքադում եք, եւ ցույցեր եք անում, եւ այլն։ Դուք լիբանանահայեր եք, լիբանանցի եք։ Լիբանանի հարավը քրավեց։ Թշնամին եկավ եւ արավ հազարներով զինվորներ արդեն իսկ։ Եվ ես չեմ տեսնալ լիբանանցիք, որ քանքադին այդքան, ոնցքան հայերը քանքադում են։ Չի նշանակի, որ չի մտահոգվենք։ Բայց չափսը այնեն չհասցնենք այնտեղ, ուր սկսենք հագա Հայաստան զգացումներ ունենալ։ Եվ այդ մարտահրավերը շատ դժվար է այսօր սպիրկի համար։ Այդ բալանսը չունենք, գործընթաց ենք։ Գուցե հիմա որ ընդրությունները ավարտեցին, վարչապետը ընդրվեց, իրականությունը գա որ պետք է ընդունենք, սպիրկը պետք է ընդունի, եւ այդ ընդունելով գուցե այդ ժամանակն էլ գանցնի եւ վերադարձ կունենանք լավ հարաբերությունների։ Նոր լավ հարաբերություն։ Լավ։ Հա, ամեն դեպքում թարմացումը պետք է ամբողջ սպորտի եւ մոտեցումների եւ գաղափարության։ Իսկ ինչ է կարծում, որ գաղափարը կամ գաղափարությունը կարող է գալ փոխարինելու համար ազատանկախ Հայաստան եւ բանին ցեղասպանության ճանաչմանը ինչ գաղափարը կարող է փոխարինել կարող է տեղ գրավել այդ ամեն ինչի համ հզոր Հայաստան, հզոր իշխանություն, հզոր Հայաստանի Հանրապետություն, պետություն, հզոր պետություն, հա։ Բան գորիսն է։ Գիտեք, քաղուտները, եթե գրնամ օրինակ տալ, մեր ընտանիքի մեջ հաջող կսենք, քաղուտներ Երևանից որ գազմված են հեծանիվի անիվի նման բոլոր այդ քիզերը որ ունենք, հիմա հայերենով չգիտեմ ինչ ասեմ, այն մեկ կետը ինչ որ քաղուտ մնե, չէ՞։ Բայց մենք հաստանք կետրոնը հայությունն է, թե Հայաստանը։ Սպյուրքի աչքով նայված Հայաստանը այդ սատելայտներեն մենա կետրոնը հայությունն է։ Ես կգարձեմ, որ եթե այդ փոխենք եւ կետրոնը ենք Հայաստան, Հայաստանի Հանրապետություն եւ մենք բոլորս շուրջը լինենք սատելիտները, ավելի ճիշտ տեսակետ կլինի։ Մեր համար մենք ավելի լավ պիտի ընդունենք։ Մենք չենք կրնար Սպյուրքեն Հայաստանի հետ խոսիլ իբրև ուրիշ քաղուտը, Հայաստանը քաղուտը չէ։ Մենք կրնանք Բուենոս Այրեսի հայերի հետ խոսալ իբր ուրիշ քաղուտ։ Բախտադենք իրար, դե ինչ ես անում, ոնց ես անում, խաղապարներ դալ որ դե սենց անես գուցե լավ կլինի եւ այլն, բայց սա չենք կարող մենք անենք երկրի հետ։ Երկիրը իր կառավարություն ունի, իր նախարարություններ ունի, իր ոստիկանություն ունի, իր բանակ ունի։ Մենք հավասար չենք կնար խոսել երկրի հետ։ Բայց մեր մեջ ունենք շատ լավ դաղանթավոր անձիկ, որոնք կրնան լավ խաղապարներ դալ, արդահայտվենք, խաղապարներ դանք, բայց մի հիշենք, որ մեր գետրոնը սալինելու է Հայաստանը։ Հա։ Միավորվելու ենք Հայաստանի շուրջ ուժեղ Հայաստանի։ Ուժեղ Հայաստանի Հանրապետություն։ Հա, բավական երկար ժամանակ է պետք լինելու այդ խաղապարը տեղ հասցնելու համար ու նաև կարծում եմ մասամբ սերնդափոխություն։ Որովհետև հա սերունդավոր չի եւ խոսակցություն, սև տասախոսություն եւ շարունակական քարոզչություն։ Նայեցեք, դեզի օրինակ մտամ։ Գուցե մի քիչ քննադատական լինեմ Սպյուրքի մասին, բայց ցավի սիրտ խոսիմ ես բոլորը։ Մենք չարտեն ակսորներեն իվեր, որ կդանք ինքնից դարբեր երկիներու մեջ անընդհատ կգրտնենք մեր երեխաներուն, որ մեծանաս հայերեն սովորի, որ մեծանաս հայ ամուսնացի, հայ զավակներ կունենաս եւ հայերեն կսովորեցնես։ 35 տարի այսօր մենք երկիր ունենք։ Այդ քարոզության մոտ կով ինչու չենք ասել, որ Հայաստան վերադառնաս։ Մենք որ այդքան տարի Սպյուրքի մեջ խոսեինք ազատանկախ Հայաստանի մասին։ 35 տարի մեր խորաններեն եկեղեցական, մեր դպրոցներու ամբիոններեն, մեր հայրուստացիներեն, ռադիոժամերեն եւ այլն։ Ինչու չենք քարոզեր Հայաստան վերադառնալը։ Գիտեմ որ մեծամասնությունը չպիտի վերադառնան։ Այդի հստակ է։ Նույնը ասել գիտեմ որ 100% մեր զավակներուն հայ չպիտի ամուսնանան։ Բայց մենք քարոզենք 100%-ին, հուսալով որ մի 10-15-20% գուցե վերադառնան։ Սպյուրքի 10%-ը էդի անում, չգիտեմ 500,000-700,000 հայ անում։ Օրինակի համար։ Որը Հայաստանը կփոխվի ամբողջությամբ, եթե ամբողջ կփոխվի։ Ուրեմն այս խաղապարներն են որ պետք է մի քիչ Սպյուրքը ավելի լրջորեն ինքնակնության արդատրի ինքը եւ հուսով եմ որ
այս կորձերը գլան հայ սպյուրքի մեջ եւ լավ խաղապարներով մեջ թողան եւ կամած ժամանակով գահարաչանանք եւ գահստենք ուր որ պետք է հասնենք հայացքը արժանի է հզոր հանրապետություններ հայացքը արժանի է ինչ որ ունենք մենք աշխատասեր ժողովուրդ ենք ես երկու օր է ցեզ հետ միասին գշճաբադվեմ հայ կորզարարներով հետ այնքան դպավորված եմ իրենց որակով իրենց աշխատական professionalism-ը ես որ միշտ Հայաստան եկած եմ այսքան չէի սպասել so Դե դու մեր մոտ զտված մարդիկ են դել օգնում այո բայց ուրեմն գան այս մարդիկը գան եւ արիթը դրվի ժողովրդին մեր մեջ շուտով մեծ թիվով ինչպես որ լիբանան 50 տարվա մեջ լիբանանի բիզնես քաղաքը սա հայեր էին նույնպես բորսո մեջ որ թողել էինք չարտից առաջ բոլոր բիզնես intellectual բոլորն էլ հայեր էին ուր որ գնանք մենք 10 20 30 տարի հետո արդեն դեսնանք շատ լավ հաջողակ ժողովուրդ ենք ամբողջ գրավում միասին ենք շատ ավելի լավ կլինի Դե հա մեր հենց Մանտաշյանցի գաղափարն էլ է ինստիտուտ ձևավորել, որը կօգնի որ հայ գործարարները արագ աճեն ամբողջ աշխարհում մեկ, բայց աճեն հենց միավորվելով իրար օգտակար լինելով ոնց որ այդ գաղափարի շրջանակներում։ Շատ լավ, շնորհակալություն։ Շատ դրական նոտայի ու հույսի նոտայի վրա էլ ավարտենք։ Ընկերներ մեր եթերում բիզնես Մանտաշյանցի հետ հաղորդումներ Ես Վահրամ Նեմիրատյան Մանտաշյանցի նախագահը, իմ հյուրը մեր ակումբական ընկեր գործընկեր Լևոն Աֆյանն էր Կանադայից։ Շնորհակալություն հետաքրքիր ու կարևոր զրույցի համար։